Ողորմության Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ ելինս ես, Սուրբ Երիցի անունքով, եկես Տեր արքայություն քո, Երիցի կանքով, որպես ելինս եւ եկրի։ Հսած մեր անապազոր տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողում մերոց պարտապանած։ Եվ մի տարինս մեզ գործություն, այդ պրկյազ մեզ իչարել, զիկոյ արքայություն եւ զորություն եւ վարս հավիտյանս ամեն։ Ես առաստված կարտացի եւ նալ վարում ցերեկույս իվաորդայ եւ յասարակ ավոր։ Սպասեի աստուծայնը եւ ախտումեն կենարին, որ պրկես արաջել կեսուս ամեն։ Հարփոլ եւ որդփո եւ որդքույն սրփո։ Այժմ եւ միշտ եւ այդենից ամեն։ Ալելույա, ալելույա, կես վայլեորդություն աստված Իսիոն և կես տասին աղոտ Երուսաղեմ։ Ընթերցումս գործ կարաքելոցից է։ Իմ առաջին գրքում ով Թեոփիլոս գրեցի այն ամենի մասին, ինչ Հիսուս կատարեց և սովորեցրեց սկզբից մինչև այն օրը, երբ Սուրբ Ոգու զորության իր պատվերներն իր ընտրած առաքյալներին տալուց հետո երկինք վերացավ։ Իր չարչարանքներին հաջորդող 40 օրերի ընթացքում նա քանիցս երևաց նրանց, շատ կերպերով ցույց տալով, թե ինքն այլևս ողջ է, և խոսեց Աստծու արքայության մասին, և մի առիթով և նրանց հետ հաց էր ուտում, պատվիրեց նրանց այսելով. Երուսաղեմից մի հեռացեք, սպասեցեք մինչև որ ստանաք հոր խոստումը, որի մասին խոսեցի ձեզ հետ։ Հովհաննեսը ջրով մկրտեց, բայց դուք մոտ օրերս պիտի մկրտվեք Սուրբ Հոգով։ Մի ուրիշ անգամ, երբ դարձյալ հավաքվել էին, առաքյալները հարցրին նրան. Տեր, արդյոք հիմա է ժամանակը, երբ վերականգնելու ես Իսրայելի թագավորությունը։ Հիսուսը պատասխանեց. Դուք չեք կարող իմանալ այն ժամերն ու ժամանակները, որ Հայրը որոշել իր իշխանությամբ, բայց երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորությամբ կլցվեք և վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում և Սամարիայում և մինչև աշխարհի ծայրամասերը։ Ալելույա, ալելույա, դու հարության գտասի Սիվիրասիոնի, ժամանակ գտալոն օրասյալ է ժամ, ընդեր խրովեցան էտանոց, և ժողովուր խորեցան իսնոտիս։ Դու հարության գտասի Սիվիրասիոնի, ժամանակ գտալոն օրասյալ է ժամ, ընդեր խրովեցան էտանոց, և ժողովուր խորեցան իսնոտիս։ Հաություն ամենախով Սրբո ավետարանից Հիսուսի Քրիստոսի որս փոքասով Դի խնդրեմ, որ ովքեր նստած են ավետարան ընթերցելու ժամանակ բոլորս ովքեր են գա։ Իարության դյարն մերո Հիսուսի Քրիստոս Նույն օրը աշակերտներից երկուսը գնում էին Էմամուս, անով մի գյուղ, որը Երուսաղեմից հեռու էր շուրջ 11 կիլոմետր։ Նրանք միմյանց հետ խոսում էին պատահած բոլոր անցուդարձերի մասին, մինչ իրար հետ խոսում էին ու վիճում էին, Հիսուս անձամբ մոտեցավ նրանց և սկսեց նրանց հետ գնալ։ Նրանց աչքերը այսպես էին բռնված, որ չէին ճանաչում։ Հիսուս հարցրեց նրանց, ինչ բանի մասին եք խոսում ու վիճում քայլելիս և տրտմած եք։ Նրանցից մեկը, որ Կլեոպաս էր կոչվում, ասաց. Երուսաղեմում միայն դու կաս, որ չգիտես, թե ինչ պատահեց այս օրերին։ Հիսուս հարցրեց, ինչ բան, նրանք ասացին. այնինչ պատահեց Հիսուս Նազովրեցում, նա իր խոսքով ու գործերով հզոր մի մարգարե էր, Աստծո և ամբողջ ժողովրդի համար։ Վերավակ քահանաներն ու իշխանները նրան իշխանության հանձնեցին, որպեսզի մահվան դատապարտվի և խաչ հանեցին նրան։ Մենք հույս ունեինք, որ նա կլինի Իսրայելի ազատողը։
Այնուհանդերձ այսօր երրորդ օրն է, որ այդ բաները պատահեցին, սակայն մեր միջից մի շարք կանայք, որոնք վաղ առավոտյան գերեզման էին գնացել, զարմացրին մեզ ասելով, որ նրա մարմինը չեն գտել եւ որ տեսել են հրեշտակների, որոնք իրենց հայտնել են, թե նա ողջ է։ Մեզնից ոմանք գնացին գերեզման եւ ամեն ինչ գտան, այնպես ինչպես կանայք էին պատմել, բայց նրանք չտեսան։ Հիսուս ասաց նրանց. «Ով անմիտներ, որ դժվարանում եք հավատալ մարգարեների բոլոր ասածներին, չէ՞ որ Քրիստոս պետք է չարչարվեր փառավորվելու համար»։ Ապա սկսեց բացատրել Սուրբ գրքում իր մասին գրված բոլոր գրությունները, սկսած Մովսեսի գրքերից մինչև բոլոր մարգարեությունները։ Նրանք մոտեցել էին այն գյուղին, ուր պիտի գնային, սակայն Հիսուս այնպես ձևացրեց, թե ինքը գնալու է ավելի հեռու մի տեղ։ Նրանք ստիպեցին նրան ասելով մեզ մոտ արի գիշերի, որովհետև արդեն երեկո է եւ ահա մութը ընկնում է։ Հիսուս նրանց հետ տուն մտավ գիշերելու համար եւ նա սեղան նստեց, նրանց հետ վերցրեց հացը, օրհնեց, կտրեց եւ տվեց նրանց։ Իսկույն բացվեցին նրանց աչքերը եւ ճանաչեցին նրան, բայց ինքը անհայտացավ։ Նրանց աչքերից նրանք ասացին միմյանց. մեր սրտերը չէին ճմլվում, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ եւ բացատրում Սուրբ Գիրքը։ Նրանք անմիջապես վեր կացան եւ վերադարձան Երուսաղեմ, որտեղ հավաքված գտան 11 աշակերտներին եւ ուրիշ հետևորդներին, որոնք ասացին իսկապես, որ Տերը հարություն արավ երևաց Սիմոնին։ Իսկ նրանք պատմեցին ինչ որ իրենց պատահել էր ճանապարհին եւ թե ինչպես հացը կտրելու ժամանակ Հիսուս իրեն ճանաչեցրել էր տվել իրեն։ Իրակի օրն արշալույսին, երբ տակավին մութ էր, Մարիամ Մագդաղենացին գնաց գերեզման եւ տեսավ, որ գերեզմանի մուտքին դրված քարը վերցված էր։ Ուստի վազելով գնաց Սիմոն Պետրոսի եւ մյուս աշակերտի մոտ, որին Հիսուս սիրում էր, եւ ասաց նրանց. «Տիրոջը վերցրել են գերեզմանից եւ չգիտեն, թե որտեղ են դրել նրան»։ Այս խոսքի վրա Պետրոսը եւ մյուս աշակերտը ելան եւ ճանապարհ ընկան դեպի գերեզման։ Երկուսով միասին վազում էին, բայց մյուս աշակերտը ավելի արագ վազելով Պետրոսից առաջ հասավ գերեզման եւ կռնանալով տեսավ, որ միայն կտավներն էին այնտեղ, սակայն ներս չմտավ։ Հասավ նաեւ Սիմոն Պետրոսը, որ նրա հետևից էր գալիս, ներս մտավ եւ տեսավ, որ կտավներն այնտեղ էին, իսկ վարշամակը, որ նրա գլխին էր, մյուս կտավների հետ չէր, այլ ծալված եւ առանձին մի կողմ էր դրված։ Այն ժամանակ մյուս աշակերտն էլ, որ ավելի առաջ էր հասել գերեզման, ներս մտավ, տեսավ եւ հավատաց, քանի որ դեռ չէին հասկացել Սուրբ Գրքի այն խոսքը, որի համաձայն նա պետք է մեռելներից հարություն առներ։ Ապա աշակերտները վերադառնալով հավաքվեցին միմյանց մոտ, իսկ Մարիամը դուրսը գերեզմանի մոտ կանգնած լաց էր լինում։ Մինչ նա լալիս էր կռացավ, նայեց գերեզմանից ներս եւ տեսավ սպիտակ զգեստներակած երկու հրեշտակներին, որոնք նստել էին այնտեղ, որտեղ նախապես Հիսուսի մարմինն էր դրված, մեկը գլխի կողմը, մյուսը ոտքերի։ Նրանք ասացին նրան. «Ով կին, ինչու ես գալիս»։ Նա պատասխանեց. «Որովհետև իմ Տիրոջը վերցրել են գերեզմանից
եւ չգիտեմ, թե ուր են դրել նրան։ Այս ասելուց հետո շրջվեց դեպի հետ եւ տեսավ Հիսուսին, որ կանգնած էր, բայց նա չգիտեր, թե Հիսուսն է։ Ով կին, ինչու ես գալիս, ում ես փնտրում, հարցրեց Հիսուս։ Մարիամը կարծեց, թե պարտիզպանն է, ուստի ասաց. Տեր, եթե դու ես վերցրել նրան, ասա ինձ, որտեղ ես դրել, որպեսզի գնամ նրան վերցնեմ։ Հիսուսն ասաց նրան. Մարիամ, նա դարձավ եւ եբրայերեն նրան ասաց Ռաբունի, որ նշանակում է վարդապետ։ Մի դիպչիր ինձ, ասաց Հիսուս նրան, որովհետև դեռ հորս մոտ չեմ բարձրացել, բայց դու գնա իմ եղբայրների մոտ եւ ասա նրանց, որ ես բարձրանում եմ իմ հոր եւ ձեր հոր մոտ, իմ Աստծու եւ ձեր Աստծու մոտ։ Մարիամ Մագդաղենացին գնաց եւ աշակերտներին պատմեց, որ ինքը տեսել է Տիրոջը եւ հայտնեց այն, ինչ նա ասել է իրեն։ Խնդրեմ, որ ովքեր նստած են ավետարան ընթերցելու համար ոտքի կանգնեն ժամանակ։ Տերն մեր Հիսուս Քրիստոս։ Լավ իմացեք, ով որ լսում է իմ խոսքը, հավատում է նրան, ով ինձ ուղարկեց։ Հավիտենական կյանք ունի եւ չի դատապարտվի, որովհետեւ նա արդեն իսկ մահվանից անցել է դեպի կյանք։ Հաստատ իմացեք, որ կգա ժամանակը եւ արդեն իսկ եկել է եւ ննջեցյալները կլսեն Աստծո որդու ձայնը եւ լսողները կապրեն, որովհետեւ ինչպես հայրը կյանք պարգևելու զորություն ունի իր մեջ, այդ զորությունը տվել է նաեւ որդուն։ Նույնպես եւ դատելու իշխանությունն է տվել որդուն, որովհետեւ նա մարդու որդի է։ Ուրեմն մի զարմացեք, որ ասացի ձեզ, թե կգա ժամանակը, երբ բոլոր նրանք, որ գերեզմաներում են, կլսեն նրա ձայնը եւ դուրս կգան նրանք, որ բարիք են գործել, հարություն կառնեն եւ կապրեն։ Իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն եւ կդատապարտվեն։ Եվ ինքս ինձնից դատել չեմ կարող, այլ դատում եմ այնպես, ինչպես լսում եմ իմ հորից։ Ուստի եւ իմ դատաստանը արդար է, որովհետեւ ոչ թե իմ կամքն եմ գործադրում, այլ կամքը նրա, ով ինձ ուղարկեց։ Հիսուսի Քրիստոսի, որը ստոպանով Զատկի նախորդ օրն էր։ Հրեա ղեկավարները չուզեցին, որ մարմինները խաչերի վրա մնան շաբաթ օրով, քանի որ այդ շաբաթը տոնական մեծ օր էր։ Ուստի խնդրեցին Պիղատոսին, որ խաչվածները սրունքները կոտրվեն եւ մարմինները վերցնեն։
Զինվորները եկան և առաջինի սրունքները կոտրեցին նույնպես և մյուսինը, որ Հիսուսի հետ խաչված էր։ Բայց եկան Հիսուսի մոտ տեսան, որ նա արդեն մեռած էր, ուստի չկոտրեցին նրա սրունքները։ Սակայն զինվորներից մեկը նիզակով ծակեց նրա կողմը և իսկույն արյուն և ջուր հոսեց։ Նա, որ տեսավ այս բանը, ինքը վկայեց այս մասին և նրա տված վկայությունը վավերական է։ Նա գիտի, թե իր ասածը ճշմարիտ է, որպեսզի դուք էլ հավատաք։ Այս բանը պատահեց, որպեսզի իրականանա Սուրբ գրքերում ասվածը, նրա ոչ մի ոսկոր չպիտի փշրվի, ինչպես նաև մյուս գրվածը, որ ասում է, պիտի նայեմ նրան, ում խոցեցին։
Պահպանյաց մեզ Քրիստոս Աստված մեր, ընկովանյավ Սուրբ և պատվական խաչիկոյ խաղոքյան, շրկյա, ազատյա, երևելի և խաներևույթ թշնամվույթ, արժանավորյա գողության պարավորել, ըսկեզն թոր և ընսրպողոքույթ, այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։ Եվ ևս խաղոքյանս տերաչես ու գնգագեցո և օրյա, Օգնություն և փառք Հոր և Որդու և Ոգին Սրբով, այժմ և միշտ և ավիտյանս հավիտենից ամեն։ Ա
Passan
աստվածածինն, ըստ բարավորյալ և ոգյալ Սուրբ Գույցն, Սուրբ Ոսովանես մկրտիչն, Սուրբ Ստեփանոս նախավկայն, Սուրբ Արաքյաս և Մարգարեսն, Զարիևս Ախոս Սուրբ Զվկայսն, Եվս մեծ Ոստովանովան Քրիստոսի, ըստ հայրապետն մեր, ըստ Սուրբն Գրիգոր, լուսավորիչն այստանյայց սարժարի։ Իշեցի կեզամեն Սուրբս և նորքոքս ներառաչեցու, իշաներ և ուրմյա, զերենս գեցագեցան չկան կիշերեց վաղոքյան վացուցանել առատավիլյան ներնվեսու, շնորյադեր, զրեշտար վաղոքյան բաղարանցանց վերոցիլյան ներնվեսու, շնորյադեր, կաղություն և ստողություն անցանանց վերոցիլյան ներնվեսու, շնորյադեր,
եւ քար եւ ոտքով եւ ոտքին սրբով այլ եւ ինչ իվավիթյան սավիտենից ամեն Ամարտի դասիմիա Իսուս եկեցին դոքսություն Ողջույն դիարը եկեցեն արարներ եկեցեն Իդայս ասանություն ոտքո եւ իրենես սերմամակո որպես գործնշի եւ ոչիկունը թաղվակոն Իսրայել Եվ այսպես կեզ եւ ներկացի աչոտեր ամենգրով Եվ այսպես կեզ ամեն չարեն, այս երես ամենքով Արկո եւ որդայով Իսրայով Զիդուք Տեր ամենակալ, գիտեսս պետս մեր և ըսկարիս, հարավեր կանձով կնքեն և իմանա, և կեզ ընդորդվո և ամենասրկո ոտքույք, բայլեպար, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյան սավիտենից ամեն։ Ալելույա, Oh,
խնդրեմ, որ ովքեր նստած են ավետարանը ընթերցելու ժամանակ ոտքի կանգնեն։ Սրբավետարանես, Հիսուսե Քրիստոսե, հարության քյարն մերո Հիսուսի Քրիստոսի։ Այդ կիրակի օրը երեկոյան, երբ աշակերտները միասին հավաքվել էին և դռներն էլ փակել, վախենում էին հրյա ղեկավարներից, Հիսուս եկավ, կանգնեց նրանց մեջտեղը և ասաց նրանց. «Ողջույն ձեզ»։ Եվ ողջունելուց հետո նրանց ցույց տվեց իր ձեռքերն ու կողը։ Աշակերտներն ուրախացան տեսնելով իրենց Տիրոջը, Հիսուս դարձյալ ասաց նրանց. «Ողջույն ձեզ, ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»։ Ապա փչեց նրանց վրա և ասաց. «Առեք Սուրբ Հոգին, և եթե մեկին ներեք իր մեղքերը, թող ներված լինեն, և եթե չներեք մեկի մեղքերը, թող ներված չլինեն»։ 12 աշակերտներից մեկը Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, Հիսուսի եկած ժամանակ նրանց հետ չէր։ Մյուս աշակերտները նրան ասացին. «Մենք տեսանք Տիրոջը»։ Թովմասը նրանց ասաց. «Մինչև մեխերի հետքերը չտեսնեմ նրա ձեռքերի մեջ, և մատներս չդնեմ մեխերի տեղերն ու ձեռքերս չդիպեցնեմ նրա կողին, չեմ հավատա»։ Ընտրես դուք հավատում միավորության միլիաններ, ինձ հավատության աշտավս երարացե գերամետ, դեր ամենակատ ինձ ձեր Կանայք և աղջիկները, ովքեր ուզում են մոտենալ և ավետարանը համբուրել,
բայց գլխաշորեր չունեն, պիտի խնդրեմ մոմավաճառին մոտենալ, գլխաշորեր վերցնեք, ծածկեք ձեր գլուխները, ավետարանը համբուրելուց հետո գլխաշորերը վերադարձնեք մոմավաճառին։ Խնդրանքս է, որ առանց գլխաշորի որևէ կին կամ աղջիկ չմոտենա ավետարանը
Քրիստոսի։